Հիմա անհուսալի վարկերի փակելու ծրագիր են կարել եւ այդ ծրագրի իմաստը հետեւյալն է, որ եթե մայր գումարը միջև 1 միլիոն դրամ է, գրանցվում եք միտեղ աշխատում եք, գրանցվում եք, մենք այն եկամտային հարկը, որ դուք պետքա վճարեիք, մենք այդ եկամտային հարկն էլ ուղղում ենք։ Մի հատ դետալ, ես 17 թվականին ավարիայի եմ ենթարկել, 3 տարի պարկած եմ եղել։ Ու դիմում են։ Ինչքան է ձեր վարկը եղբայր։ 1.600.000 դատարան։ Մայր գումարը։ Չեմ կարող ասել։ Եթե ձեր մայր գումարը միջև 1 միլիոն դրամ աշխատում եք։ Չէ։ Դե պետք է աշխատեք, որ վարկը փակեք։ Ոչ կարող եմ քարտ բեկալեմ, ոչ բան։ Հիմա որ աշխատեք, լսեք, որ եթե նույնիսկ աշխատում եք միտեղ գրանցված չէ այդ աշխատանքը գրանցեք, եթե ձեր վարկը 1 միլիոնից ներքև է, այն հարկը մենք եկամտային հարկի չափով պետությունը կմասնակցի, արագ այդ վարկերը կփակեք, որ ձեր ասած չորնից դուրս գա։ Իշքան են ամսական Դե աշխատավարձից կախված։ Այսինքն տանում ենք 100,000 խոսք օրինակ։ Այտենց կոնկրետ հաշվարկը չեմ կարող ասեմ 20,000։ Իսկ չի խոսք օրինակ մենք ամսեկա որ բանկը քարտից փող չտանի, մենք ամսեկա նրանք մուծենք։ Դե եթե քարտի ինչ տարբերություն ինքն է տանում, թե դուք եք։ Բանկը չտանի, մենք մուծենք։ Ինչ տարբերություն։ Տարբերություն շատ մեծ կա։ Դե չգիտեմ, դա մի քիչ տեխնիկական դետալները։ Մի քիչ տեխնիկական դետալ է այդքան։ Իմ ասած այնա կառավարությունը այդ անհուսալի վարկերի ծրագիրը ընդունել է, որ ձեր նման մարդկանց օգտվի։ Մի հատ բանկին դիմեք, տեսեք։ Բանկին դիմել ենք Ինչ պայմաններով։ Բանկին դիմեցինք, դիմում տվեցին, մայրս տարավ դիմում տվեց, դիմումը վեկալին, ասում ենք ծառացնենք, ու ծառացի իրանք։ Ու տոկոսը նստի վրա ու չեր դատարան, իրանք դատարին։ Եղբայր, հիմա ասում եմ, գնացեք օգտվեք անհուսալի վարկերի ծրագրից, բայց պետք է աշխատեք, ձեր աշխատելու պարագայում պետությունն է մասնակցում, վարկը փակվում է, միջև 0-յան է, ձեր ասած չորնից դուրս ենք։ Այդ քարտ վեկալենք։ Չեմ ձեր նախ պետք է աշխատեք եւ ձեր պետությունն էլ կառավարությունն է մասնակցում, որ այդ վարկը փակվեք, որ դուրս գա իջնի եւ արդեն մաքրվի պատմությունը։ Շատ լավ։ Համեցեք, բարև ձեզ եղբայր։ Ես անհայտ կորվածի հարցով եմ ուզում դրել խոսալ։ 20 թվականին ձեզ հետ հանդիպել եմ։ Եղբայր։ Դեկտեմբերին։ Հա։ Պատմել եմ ինչ եղել է, դուք ինձ խոստացել եք, որ հետաքննությունը լինելու պատժվելու են։ Այն օֆիցերները, ովքեր թողը փախել են, պատերազմի ժամանակ անհայտ բան։ Ով թողը փախել է, հիմա համ մեդալ ունի, համ մի հատ էլ բարձր աստեղ։ Ու այդ երեխուց միջև այսօր նորություն չկա։ Հավանաբար ինքը գերի է։ Դե գիտեք հաստատված։ Հա, ես հաստատված գերիների։ Աստուն պրոստը խնդրում եմ, որ գոնե գերի լինի, որ սաղ լինի։ Հիմա կարևոր հարց է, էլի, այդ երեխան չկա։ Մենք տեղը չենք իրանցից, Հակոբյան Հակոբ Խաչիկ է, ինքը Սևանի բնակիչ է։ Հակոբյան Հակոբ Խաչիկ։ Մենք sense խաղաղության ենք գնում ուժեղ, բայց մենք գերի ունենք ընդ։ Ես գերի ունեմ։ Եղբայր, ինչ խաղաղություն։ Տեսեք, բա ինչ անենք։ Չգնանք խաղաղություն։ Գնանք, պատատիր գնանք, բայց հարգելիս տեսեք, հարգելիս, եկեք սենց նայենք։ Այսինքն դուք անազատության մեջ գտնվող մարդկանց վերադարձը հավանական է խաղաղության եւ ոչ թե պատերազմի դեպքում, որովհետեւ պատերազմի դեպքում չի լինելու վերադարձ։ Խաղաղությունն է, որ այդ վերադարձի հնարավորությունն է։ Գերիները նոր ձեր ցեղմենք, ասենք խաղաղություն բարի շենք։ Ես ասում եմ, եթե ներողություն, ուրիշ բան եմ ասում եմ, եթե չբարիշենք, գալու հավանականությունը դրանով ոչ թե ավելանում է, այլ նվազում է։ Էսա շատ կարևոր։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր վերադարձել են խաղաղության օրակարգի շնորհիվ, որ խաղաղության օրակարգը չլներ, չէին վերադառնալու, որովհետև եթե կոնֆլիկտ է, թշնամանքը շարունակում է, խորանում է, ինչի պետք է վերադարձնեն, կամ փոխանակում ա եղել, կամ խաղաղության օրակարգի շրջանակներում վերադարձ է տեղի ունեցել։ Ես նկատի ունեմ խաղաղությունը եւ այդ թեման իրար ոչ թե խանգարում են, խաղաղությունը ոչ թե խանգարում է դրան, այլ նպաստում է։ Երկրորդը մենք պետք է մթնոլորտը փոխենք, աշխատանքային մթնոլորտ ստեղծենք, որ կարողանանք ինֆորմացիայի փոխանակում անենք։ Մենք հասկանում եմ, բայց հենց ես միշտ մեր հարգելի անհետ կորած զինվորների հարազատների հետ հանդիպելու ժամանակ ասում եմ մենք
ներողություն խնդրելով, որ մենք մի չենք կարողացել այդ խնդիրը, ձեզնից էլ եմ ներողություն խնդրում։ Դուք 21 թվին էլ ասեցիք 2 ամիս գերիները թող սպասեն, թող մեզ սպասեցին, 6 տարի անցավ այդ 2 Բայց 21 թվից քանի գերի է վերադարձել։ Փառք Աստծուն։ Քանիսն է վերադարձել։ Տասնյակները վերադարձել։ Տասնյակները վերադարձել։ Ես ուրիշ բան եմ ասել եմ, եթե հիմա պետք է վերադառնան այսօր կամ իմ ասածից մի քանի օր հետո գերիներ վերադարձան 21 թվին։ Տասված սաղ կան, այսօր կան։ Ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, ամենօրյա աշխատանք է տեղի ունենում։ Իրանց մենակ թողող այդ օրը գցող այդ օֆիցերները Այդ արդեն դուք ինձ խոստացել եք։ Ինչ եմ խոստացել, ինչ եմ որ խոստացել։ պատժվելու են։ Եղբայր, Բայց զվանի են ստացել ու մեդալ։ Եղբայր, ես չէի կարող խոստանա, որ այսինչ մարդ մի րոպե, ես չէի կարող խոստանա, որ այսինչ մարդը պատժվելու է։ Ես խոստացել եմ, որ եթե որևէ մեկը որևէ հանցանքագործ է, կպատժվի։ Եվ քնություն է լինելու, բայց այդ քնությանը պետք է այդ զինվորներն էլ կանչվեն։ Ոչ մեկ չի կանչվել, այսինքն քնություն չի եղել։ Ոնց պատժվեն։ Բացառված է քնություն եղած։ Բայց զինվորները բացառված է այդ հարցով, այդ երեխու հարցով։ Ոչ մի բան չէ, ոչ բացառված է քնություն։ Տվյալը դուք ասեցիք, չէ՞, անհազգան ասեցիք։ Ես էլ եմ ասել, ձեր օգնականն էլ գիտի իր Շատ լավ։ Հիմա իմ այդ հարցերով զբաղվող օգնականը, ով որ անհետ կորածների միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է, ինքը ստեղ է հիմա։ Բայց անունն էլ հնչեցրի, կխնդրենք քննչական կոմիտեն լրացուցիչ պարզաբանում կտա, թե ինչա, ինչ ճանաչում եք, հա։ Ես էլի ասում եմ, էլի ներողություն եմ խնդրում, որ միջև հիմա այդ հարցը լուծված չի, բայց էլի եմ ասում, խաղաղությունը այդ հարցը լուծելու է եւ ոչ թե խաղաղությունը այդ հարցի խոչընդոտ է։ Չէ կարող հարմարվեմ Ոչ մեկս էլ հաստատուն խաղաղություն, բայց ընդ գերի ունենք։ Էդի բա ինչ անենք, պատերազմ անենք։ Չէ։ Բա ինչ անենք։ Ուրեմն հաստատուն չի խաղաղություն։ Չէ, մի րոպե, բա ինչ անենք։ Հաստատուն չի ուրեմն, չէ։ Չսա եթե սխալ եմ ասում ու։ Ես ուրիշ բան եմ ասում եմ, մենք ասել եմ խաղաղությունը հաստատված է, բայց խաղաղությունը ուժեղանալու, ինստիտուցիոնալանալու խնամքի կարիք ունի։ Եվ խնամքի կարիք ունի։ Եվ մենք այդ խնամքը տանում ենք։ Այդ խաղաղությունը կարանք սենց վեդրոյի պատկերացնենք ջրով լիքը դույլ է, կարանք սենց մի ոտով շուրջ տան։ Ու հետո ասում այդ գերիներին գոնե ճան։ Ուրեմն լսեք, ես չգիտեմ ընդ շփումը։ Պաշտոնապես ասում եմ, որ մենք ամենօրյա ռեժիմով այդ թեմայով աշխատում ենք։ Ամենօրյա ռեժիմով այդ թեմայով աշխատում ենք։ Բայց մենք երկու հարց պետքա տարբերակենք։ Այն դեպքում, երբ որ մենք հաստատված գերիներ ունենք, այն դեպքում, երբ որ հաստատված չի փաստը, որ իրան գերի։ Ես պրոստը ասված եմ կանչում, ինքը գերիլն է գոնե։ Բոլորս էլ Աստված են կանչում։ Բոլորս էլ Աստված են կանչում, բայց նաև աշխատում ենք։ Լսեք, մենք աշխարհի ամենաառաջատար հատուկ ծառայությունների հետ այդ թեմայով նաև աշխատում ենք։ Ասում ենք, խնդրում ենք, եթե կա տեղեկություն, որ կան մարդիկ, որ իրականում մենք տվյալ չունենք, բայց գտնվում են որևէ տեղ անազատության մեջ, եթե ինֆորմացիա լինի, այդ ինֆորմացիան մեզ կիսի։ Բնականաբար Ադրբեջանի հետ շատ ինտենսիվ աշխատում ենք։ Եվ երբ որ որևէ փաստ հաստատվում է, մենք այդ փաստը գիտություն ենք գտնում, այսքանն է։ Փաստ կա, որ գերի ունենք։ Փաստ, եղբայր, փաստերը խնդրում եմ, մանավանդ ճանաչում եք պարոն Մուսախանյանին, այդ փաստերը իր միջոցով փոխանցեք։ Երեխեք ջան։ Հա։ Էսա եղբայր, մի վարքյան։ Էս քեզ Հա, նկարում։ Էսա նկարվեմ երեխեք է։ Էսա նկարվեմ երեխեք է։ Ահա։ Լսում եմ։ Մի հատ կարելի է ձեր այդ նկարը։ Իհարկե կարելի է, հա, եղբայր, բարի։ Լսում եմ ձեզ։ Այս հանդկա մի վարքի։ Վարչապետը սա է։ Ներկայացնի զգաչոք տա։ Հա, իհարկե կա։ Ոնց ենք ասել, որ ձեզ տեսնենք վարչապետ։ Լսում եմ եղբայր։ Պարոն վարչապետ, ես Կարամարից եմ եկել։ Ոնց որ առողջական լուծումներ ունեմ, այս մի տարուց ավել է դիալիզ եմ էլի ընդունում։ Ուզել եմ քաղաքացիություն ընդունեմ մաման պապաս տեղից, այն չի ստացվել, ոնց որ սխալմամ ինձ փաստականի կարգավիճակ են տվել։ Մենք դուք Հայաստանում եք ծնվել։ Հա։ Բայց դուք քաղաքացիություն ունեք, էլ ինչի եք բանան։ Դե սխալմամ ինձ տվել են, էդի հետո հետ եմ վերցրել։ Մի խոսք ձեզ էլի ենք դիմել այդ հարցով, ճիշտ ասած, հիմա ես պետքա քաղաքացիություն ընդունեմ, բոլորը ոնց որ ընտանիքս ընդունել են,
կինս երեխես, սա երրորդ երեխեն է ծնվում։ Ոնց որ կանամ այդ սերտիֆիկատից օգտվել։ Խառնեցինք իրար եղբայր, եթե հիմա քաղաքացիություն դուք նախկինում էլ քաղաքացի եք եղել։ Չէ, ես Արցախում եմ ստացել առաջի անձնագիրը։ Հիմա ինձ ասում են ոնց որ քրեական գործ են։ Մի րոպե։ Պարոն Թորոսյան։ Թորոսյանը ուրա։ Կարամ նկարեմ։ Հա։ Հա, իհարկե։ Մի քիչ ինֆորմացիան ձեր ասած, մի քիչ իրար հակասեց։ Ճիշտն ասած ես Էսա կասե, եղբայր, էսա կասե։ Մի քիչ խառը պատմություն է ասում, մի հատ հանձնարարեք իր հարցով, առողջական խնդիր էլ ունի դիալեզա բանանում, մի հատ իր հարցով թող կապվեն, հասկանան ինչ է, էլի։ շնորհակալ եմ, պարոն Վարչապետ։ Լավ է։ Որ ասենք մեր վարչապետին տեղել։ Մի հատ իմ ձեռով փակցնեմ, Մի հատ էլ ինձ էլի Հաճույք։ վարչապետ ջան։ Մի հատ էլ նկարվենք էլի։ հաճույք։ Վայ վարչապետ ջան, շատ ապրեք է, շատ։ Մեր Ով ա նկարում։ հզոր Մի վարչապետ հատ էլ ջան։ դրոշկա տակ իմը կորցրեցի։ Էս կորցրեցիր, բա ուր կորցրեցիր։ Դե պիլ պահի որ չկորցնես։ Կորցրեցի։ Բայց որ գետնին չգցեք, որ գետնին հա, բայց լավ կպահեք, որ գետնին չընկնի հանկարծ։ Հա, խնդրեմ, բարև ձեզ, իհարկե։ Մենք գյուղացի ենք։ Հա, հրազդանում եք ապրում։ Ճարչեցի եմ ստեմ ապրում։ Հա, եղբայր։ 2 տարի է բողոքում ենք, շենքի տակին այսքան ջուր կա, ոչ մեկը չի ընդառաջում։ Դե պարոն Միքայելյան, ինչ ենք անելու այդ ջրերի հարցելի ասած։ Հայրիկ ջան, շնորհակալ եմ հարցի համար։ Եկել եմ անգամ ձեր մոտ։ Այդտեղ ընդհանուր Այսքան ջուր է։ ընդհանուր Էսա թող խոսեն։ գլավնի կոլեկտորի տա կապված խնդիրը։ Մենք օրենքի շրջանակներում մրցույթ ենք հայտարարել, շուտով մրցույթը կկայանա։ Հա, այսինքն արվում։ Որ պետք է բացվելի Երկու խցաված։ օր մեկ, ես մարդ եմ տանում իմ կողմից, ես բացել եմ տալի։ Ջրմուղ եմ զանգամ մարդ չկա։ Դե երեկել եմ մեքենան մոտեցել, բայց ընդհանուր Կոլեկտորը, մագիստրը, հա, կոլեկտորը Հիմա խցաված։ մրցույթ են անում, որ այսինքն լրիվ փոխվելու է։ Չէ, Շենքի խցանված է, պարոն Վարչապետ, հատուկ տեխնիկա կա, որ այդ աշխատանքը պետք է։ Բայց ինքը համակարգը ի վիճակի է, թե Հա պետք է փոխ։ 80%, 90% մտնած խցանված է կոլեկտորը, մեր շենքի բոլոր բազմաբնակարան շենքերը նույն խնդիր ունեն։ Բա ինչ ենք անելու, ո՞նց Դե են։ մրցույթը հայտարարենք օրենքի Ի մրցույթը նկատի ունեմ ինչի համար է մրցույթը, մաքրելու թե Չէ, վերանորոգելու։ մաքրելու։ Իսկ հատվածներ կան, որ Մերը նախատեսված- Բա ասենք տեն ծառա, եթե հաճախ արվ Մեր նախատեսված է որ Մի րոպե։ փոխվի մեր Շատ շենքի։ մեծ խնդիր է սա, մոտ մենք Վիոլայի եւ ջրային կոմիտեի հետ հիմա քննարկումների մեջ ենք։ Մոտավորապես արդեն դիմնել գիտենք ամբողջությամբ փոխելու 4 միլիարդի ծրագիր է, այս տարվա մեջ նախագծան կողմից։ Հա, բայց դե մի խնդրեմ է, էլի ենթակառուցվածքները սովետական շենքերի մաշած են ու խնդրեմ։ կոլեկտորը մինչև չբացենք, Լավ, օքեյ, բացեցինք, մաքրեցինք, հետո ինչ ա։ բայց հատվածներ կա, որ բազմաբնակարան շենքի գույղագծերը Բայց նկատի ունեմ, այդ եմ ասում, ի վիճակի են այդ խողովակները սպասարկել։ 50-60 տարվա Դե պետք է փոխվի։ Հիմա սուբվենցիա, որ մասնակցում ենք սուբվենցիան, բոլոր բազմաբնակարան շենքերի գույղագծերը փոխարինվում են նորով։ Դե այդ եմ ասում, այսքան պատուհաններից էլ նայում եմ, ասում եմ, այսքան սարքում ենք, բայց հələ ինչքան խնդիրներ կան, հա։ Առաջնային հարցը Հա, որովհետև այս շենքերը, հա, խնդիրն է չէ, բա, խնդիրն է, որ այս շենքերը երբ են սարքել, որ թվին են սարքվել։ 60-ական թվերին սարքվել են, դրանից հետո նորմալ չի սպասարկվել, մի հատ էլ բանի ժամանակ 90-ականների սկզբին սառել, տրակել, կիսա բան եւ այլն ու շատ մեծ խորը Այս խնդիր է։ տարիների ընթացքում մոտ 5000 մետր արդեն փոխարինվել է նորով ու Ձերորով հա 5000 մետրը քիչ չի։ հա Քիչ չի։ Այս տարի էլ 70 բազմաբնակարան շենքի բակային հատված ասֆալտապատում ու նաև գույղագիծ գծեր են ընդհանուր համակարգը Շատ փոխարինվում լավ, շատ լավ։ Վարշավետ, Հաջան։ մի խնդրանքով, ես օրաշ գազում եմ աշխատել, մի տարի 20 օրա փակա, Ինչ հորդ եք աշխատել։ օրաշ գազում, տրազվերի զապրատիկա, Ինչի՞ ափակ։ Դες չական ափակի։ գազ չտալի, Ինչի։ չգիտեմ, Դե մի խնդիր կա։ մենք պետության հետ խնդիր չունենք, Բա ում հետ ունեք խնդիր։ գազպրոմի, խնդիրն է դա, ինքը Պարոն Խուդացյան, փաստորեն չի գազ տալի որ աշխատել։ 20 կիլոմետրեն 4 հատ գազալացակայան փակ, հեսա մի տարի։ հա, մի տարի, ինչի։ Քրական գործ բան կա հարուցված։ Հետը հարց չունենք։ Վստահեք հարկային բան,
Լրատվություններով են նայ սաղ մուծածը, ինչ որ կա պետության հետ պրոբլեմ չկա, ինչ կա մուծածը։ 4 հա։ Մի հատ հետաքրքրվեմ, հա։ Մի հատ հետաքրքրվեմ պատճառն ինչ է։ Մի հատ հետաքրքրվեմ։ 4 հատ, հա, 4 հատ կիլոմետրի վրա։ Բայց նույն մարդունն է 4-ն է։ Բա ի՞նչն է խնդիրը։ Այս քրի Գազպրոմ։ Լավ կպարզեմ։ Օրանժ։ Մեկը օրանժ։ Շատ արդեն գնալու ժամանակը չի մեր։ Մի հատ որ քամբրենք շերի մենք վարչապետ ջան մենք բան վարակալ եմ 20 հատ մենք ձեզ ենք վարչապետ ջան մենք գնանք պայքարում ենք Շատ լավ, մի հատ հետաքրքրվենք Խուդացյանը ուր է։ փորձեն է փորձ Ոնց ենք անցնում ավտոբուսի մոտ։ Անցում։ Բա հետո այնտեղ պետք է։ Աջան։ Մենք շնորհակալ ենք քեզնից։ Այսօր թոշակառուն վարետում է հետազոտման վիրահատման, իր թոշակը դառնում է 1,040,000 Այո, ճիշտ է։ Իհարկե բոլորին առողջություն ոչ մեկ կարիքը թող Հետո չունեն։ թոշակը այդքան է դառնում։ Սերսասյանը չմոռանա, որ զինվորի գլուխը իր օրոք տարան դերին Ալիևի սեղանին։ Շատ բան կասելու, չեմ ասում։ Էս ինչ պատմություն է, կարող է գիտեք, ինչ որ ասում է 20 հատ գազալցական փակ է այս տրասայի վրա։ Ինչ որ պատճառով։ Ամենին հավանականությամբ են գազալցականի հայտնի պատմություն, էլի որ։ Ասում է Գազպրոմի հետ խնդիրը։ Մի հատ էլ հետաքրքրվենք Բայց անենք։ եթե Բան Խուդացյան արդեն